Բարև ձեզ սիրելի բարեկամներ, մենք սկսում ենք մեր հաղորդաշարը, որը կոչվում է Ջրբաժան, իսկ ենթավերնագիրն է զրույցներ ավանդույթների եւ արդիականացման մասին, ինչը անցյալում մենք պետք է պահպանենք եւ մեզ հետ վերցնենք, այսպես ասած, եւ ինչը պետք է շպրտենք պատմության աղբանոցը։ Եվ մեր առաջին հաղորդման հյուրն է փիլիսոփայական գիտությունների դոկտոր Աշոտ Ոսկանյանը, շնորհակալություն Աշոտ։ Ես եմ շնորհակալ։ Քանի որ սա առաջին հաղորդումն է, հա, ես ուզում եմ ձեր կարծիքը շատ կարճ ընդհանրապես այդ մտահղացման մասին, հա, ավանդույթներ եւ արդիականացում։ Դա արդիական թեմա է, թե չէ։ Թեման անկասկած արդիական է, բայց ինձ վախեցրեց քո այդ ուրեմն վճռական հարցադրումը, ինչի պետք է պահպանենք, իսկ ինչը պետք է շպրտենք, որովհետեւ եթե ես իմանայի, որ այդպիսի հարց ես դնալու իմ առջև, չէի գա, ես չգիտեմ ինչը պետք է դուրս շպրտենք։ Ես այդպիսի կտրուկ ձևով հարցը չեմ դնելու բնականաբար, հա։ Եվ դրանից ցակում է հաջորդ հարցը, հա։ Արդիականացումը անհրաժեշտ է լինում միշտ, թե ինչ որ հանգուցային պահերի։ Եթե ինչ որ հանգուցային պահերի, արդյոք հիմա մենք ապրում ենք այդ պահը։ Դե երևի թե միշտ մի քիչ վերացական բան կլինի, հանգուցային պահեր են լինում, երբ որ այդ արդիականացումը տեղի ունենում։ Օրինակի համար, ասենք այդպիսի արդիականացում եղել է, երբ որ հայերս քրիստոնեություն են ընդունել, կտրուկ կայել է եղել։ Այդպիսի պարտադրված արդիականացում եղել է, երբ որ բոլշևիկները հարմատապես որոշեցին փոխել կյանքի կերպը։ Այդպիսի բաներ եղել են։ Եվ իհարկե հիմա մենք հայերս կանգնած ենք այդ խնդրի առջև, ինչու, որովհետև մենք ունենք ինքնության ճգնաժամ։ Ես հիշում եմ, որ այդ ուրեմն վերջին այդ Արցախյան պատերազմից անմիջապես հետո, երբ որ այդ ցնցումը շատ ուժեղ էր, Սփյուռքի եւ Հայաստանի մտավորականների մի խումբ այսպիսի քննարկումների մի շարք ծավալեց, հենց ուղղակի Zoom-ով հեռավար, եւ հարցը որտեղ այնտեղ դրված էր հետեւյալն էր, որ քանի որ մենք մեծ կորուստ ենք ունեցել, որը արմատապես կասկածի տակ է դնում մեր ինքնությունը, արդյոք մենք պատրաստ ենք ասելու, թե հիմա ինչ ենք մենք ուզում եւ ինչ ուղղությամբ ենք գնում։ Այնպես որ այս առումով իհարկե շատ տեղին է հաստալ այսօր թե մենք ինչ ենք ուզում եւ այդ իմաստով արդիականացումը անկասկած հիմա շատ ակտուալ է։ Որ քննարկում եք հետո ինչ որ մի հատ եզրակացության եկաք։ Դե եթե եկած լինենք, ասենք էլի։ Արդյոք կարևոր է քաղաքական ռեժիմը արդիականացման համար, որովհետև զուտ տեսականորեն, այնպես ինտուիտիվ ես մտածում եմ, որ ժողովրդավարության ժամանակ դժվար է անցկացնել, որովհետև բոլորին հարցնում ես ինչ եք ուզում, իսկ տոտալիտարիզմի եւ ավտորիտարիզմի ժամանակ, որի մեջ մենք ապրում ենք, ավելի հեշտ է, վերևից ասում են ինչ ուզում եք եւ դուք պետք է կատարեք։ Դե այո, իհարկե քաղաքական ռեժիմը շատ կարևոր է եւ այստեղ ես ուզում եմ վերադառնալ իմ շատ սիրած թեմային, խոսքս Ջեյմս Սկոթի մասին է, այդ հայտնի ամերիկյան մտածողի, որը այդ կողմ է տանում, էլի։ Այո, որը եռանդուն ձևով խոսում էր պարտադրված արդիականացման մասին եւ նա խոսում է ուրեմն այսպեսի մի եզր է առաջարկել բարձր մոդեռնիզմ, որը նշանակում է, որ կա մի խումբ մարդիկ, որոնք որ վստահ են, հավատացած են, որ իրենք ձևը գիտեն եւ իրենք ունեն ուժեղ գործադիր իշխանություն եւ կարող են պարտադրել հասարակությանը որոշակի պատկերացումներ եւ որոշակի գործելակերպ։ Իսկ հասարակությունն էլ, քաղաքացիական հասարակությունը մեր տերմիններով ասած, այնքան թույլ է, որ նա չի կարող դրան դիմադրել։ Եթե այդ երկու բանը իրար է գալիս, ապա մենք ստանում ենք ուրեմն արդիականացման պարտադրված մոբիլիզացիոն մոդել։ Դա հաճախ լինում է, դա ունի իր որոշ դրական եւ ահռելի քանակությամբ բացասական կողմեր։ Հիմա մեզանում այդպիսի բան հնարավոր է կամ պետք է։ Պետք է մասին չխոսենք, որովհետև պետք է, ինչ վերաբերում է պետքին, ես կարող եի մի քիչ այլ կերպ հարցը դնել։ Տեսեք, երկու բան կա։ Կա արդիականացման խնդիրը, իսկ կա լուսավորության խնդիրը։ Այսինքն լուսավորությունը տեղի ունենում հասարակության մեջ կարծես թե ներսից, դա մշակութային փոփոխություններ են, եւ հասարակությունը կարծես թե ինքն է որոշում, թե ուր է գնալու եւ ինչպես է գնալու։ Բայց դա շատ բարդ, շատ երկարատև process է, որպես կանոն մարդիկ դրա համբերությունը չունեն։ Արդիականացումը պարտադրված է։ Պարտադրվածը, այսինքն պետք է թե չէ, դա ուրիշ թեմա է, որովհետև հարցի առաջանում ինչ է պետք, բայց որ այսօր այդ պարտադրված արդիականացումը տեղի է ունենում եւ տեղի ունենում շատ ինտենսիվ, դա իհարկե փաստ է։ Այսինքն մոբիլիզացիա անհրաժեշտ է արդիականացման համար։
Էս էլի հետաքրքիր հարց է տալի։ Ես ասացի մոբիլիզացիոն արտիականացում, բայց տվյալ պարագայում խոսքը երևի զանգվածների մոբիլիզացիայի մասին չի։ Ավելի շուտ երևի խոսքը ինչ որ այսպես խմբերի մոբիլիզացված աշխատանքի մասին է, որոնք հետո իրենց գործողությունները տարածում են զանգվածների վրա։ Ես ուզում եմ այստեղ մի պատմական հետաքրքիր օրինակ բերել Վլադիմիր Իլյիչ Լենինի մասին, ասում են, որ նա բոլորովին չի հավատացել պրոլետարիատի ունակություններին։ Նա ծայրահեղ այսպես կասկածամիտ էր, թե պրոլետարիատը ինչ որ բան կարող է անել, որովհետև դրանք միայն հետևում են իրանց տնտեսական շահը եւ այլն եւ այլն։ Ով պետք է փոխի հասարակությունը, ոչ պրոլետարիատը, կարելի է դրա մասին խոսել, լոզունգներ ասել, դա պետք է խոսեն այսպես կոչված ուրեմն պրոֆեսիոնալ հեղափոխականները։ Չէ, եւ նա խոսում է մի այսպիսի շատ բարակ շերտի մասին, պրոֆեսիոնալ հեղափոխականների շատ բարակ շերտի մասին, ասում է տանչայշի սլոյ պրոֆեսիոնալных революционеров, որը պետք է փոխի հասարակությունը։ Իսկ այն զանգվածը իրան կփոխվի։ Այնպես որ մոբիլիզացիա պետք է, բայց ես կարծում եմ այսպիսի մոբիլիզացիա է ավելի շուտ արվում։ Այսինքն երբ որ նույն Լենինը կամ նմանատիպ հեղափոխական ասում է պրոլետարիատ, չգիտեմ Մարքս, ժողովուրդ եւ այլն, նա մի քիչ խափում է։ Դե իհարկե այդ նույն, ասենք, իր հենց ուրեմն հետևորդները եւ զինակիցները, այդ նույն Ռոզա Լյուքսեմբուրգն էր, մյուսներն էին, նրանք ասում էին, ես ինչ եք անում։ Դուք փաստորեն անտեսում եք բոլորովին պրոլետարիատին։ Դե հա, այդ բանը կար եւ հետեւաբար այստեղ կա գաղափարախոսություն, իսկ գաղափարախոսությունը, ինչպես մենք բոլորս գիտենք, կեղծ գիտակցություն է։ Այնպես որ ինչ կարող ես անել։ Միջոցների հարցը, հա, նույն Ջեյմս Քոթի հովերով Պետրոս առաջինը, հա, որ ասում եք չի կարելի շպրտել, մորուքները բայարների վերցնենք շպրտենք, կամ մեյդզին ճապոնացիների կիմոնոները վերցնենք շպրտենք։ Այսինքն դրանք այն միջոցներն են, որոնք հիմա կիրառելի են։ Գիտես, այդպիսի ուղակի ձևով գուցե ոչ, բայց շատ դեպքերում այսօր դրանք կիրառվում են։ Մի քիչ ուրիշ ձևի, բայց կիրառվում են։ Այսինքն օրինակի համար այդ սիմվոլների վճռական ջնջումը, չէ, ասենք Արարատը չեմ ուզում, Արագածն եմ ուզում, կամ նման տիպի հարցադրումները, որոնք բավական շատ են, վերջերս էլ օրինակ, եթե չեմ սխալվում, հարցադրում եղավ, որ դուք ինչ իրավունք ունեք կոնյակ օգտագործելու, որտեվ հայերը կոնյակ ունենալու իրավունք չունեն։ Այսինքն ամենատարբեր մակարդակների վրա, այո, բավականաչափ հստակ, հետևողական քայլեր են արվում արմատապես տրանսֆորմացնելու այս հասարակության ինքնությունը։ Դա փաստ է։ Իսկ նպատակները պետք է լինեն ինչ-որ էսխատոլոգիա, հա, նույն բոլշևիկները ասում էին, այսինքն Մարքսը ասում են, մինչև կոմունիզմը ինչ-որ եղել է դա նախապատմություն, այ պատմությունը սկսում այդպիսի նպատակ պետք է լինի արդիականացման դեպքում։ Ես կարծում եմ, այո, պետք է լինի։ Պետք է լինի, օրինակի համար ես արդեն ասացի, որ քրիստոնեության պարտադրման ժամանակ ամեն դեպքում այդ նպատակը կար, որտեղ քրիստոնեությունը հիմա ես չծավալվեմ, հասկանալի է, որ դա մի մեծ կոնցեպտ է եւ մարդիկ ասում են, էս է, սա պետք է լինի։ Նույնը քո ասած բոլշևիկների օրոք, բոլշևիկները այդ ամենը անում էին հանուն կոմունիզմի, այսինքն պետք է լինի մի մեծ նարատիվ, հա, որ մենք սա ենք ուզում անել։ Հիմա դու ինձ ուզում ես հարցնել, թե որն է այսօր այդ նարատիվը։ Ես ոչ միայն հարցնելու եմ, այլև փորձելու եմ ինչ որ ռեկոնստրուկցիա անել եւ հանդես գալ որպես իշխանության ներկայացուցիչ, ես ասեմ, ահա սրա համար ենք մենք ուզում։ Դե փորձիր։ Հա, փորձենք այսպես անել, հա։ Մենք ուզում ենք արդիականացում, որպեսզի խաղաղ ապրենք մեր հարևանների հետ։ Դե դա փաստարկ չի, որովհետև ես չգիտեմ, թե որն է եղել այն իշխանությունը, որ ասել է, թե ես ուզում եմ պատերազմ։ Այսինքն սա ինքնին այդպիսի հարցադրումը չի կարող դիտարկվել որպես որոշարկված նպատակ։ Դա ակնհայտ պարզ ճշմարտություն է, որին բոլորն էլ ձգտում են, եւ դա ինքը կոնցեպտ չի։ Խաղաղությունը կոնցեպտ չի։ Մենք ուզում ենք մոդեռնիզացիա, 4-րդ հանրապետություն իր սահմանադրությամբ, որտեղ չի հիշատակվի անկախության հռչակագիրը, որը ինքնին, այսինքն այդ հիմքը 3-րդ հանրապետության, ինքնին կոնֆլիկտային էր, ինքնին խանգարում էր մեզ խաղաղ ապրել։ Տես, հիմա բոլոր դեպքերում այդ հարցադրումները, որ դու անում ես, ես գիտեմ, կարող ես այդ շարքը շարունակել, իրենք բոլորը բացասականի վրա են։ Այսինքն մենք ուզում ենք այսինչ բանը չլինի, ուզում ենք այնինչ բանը չլինի, Արցախը չլինի, կոնֆլիկտը չլինի, այդ հասկացանք։ Հարցը առաջանում ենք ինչ ենք ուզում լինի։
Սա է, չէ՞, այսինքն երբ որ կոմունիստները ասում էին, բոլշևիկները ասում էին, որ մենք ուզում ենք գնալ դեպի կոմունիզմ, իրենք ասում ոչ թե ասում են ինչ չլինի, ասում ինչ պետք է լինի։ Երբ որ քրիստոնեությունն էր ասում ինչ պիտի լինի, հիմա դու ինձ ասա ինչ պիտի լինի, ես էլ հասկանամ թե ինչի մասին է խոսքը։ Ես ուզում եմ փոխել հայրենասիրություն հասկացողությունը, որովհետև այն հայրենասիրությունը, որը կար, դա խորհրդահայ հայրենասիրությունն էր, որը պետականամետ չէր, որը հրահանգված էր ուրիշ տեղից։ Էլի բացասական եմ ասում։ Համարյա, բայց ես փորձեմ դրա դրականը գտնել, որովհետև ոչ իլի անընդհատ ես ասեմ չէ, դա ճիշտ չի լինի։ Տես, այստեղ մենք մի շատ ծանր խնդրի ենք հանգում, եթե ավելի լայն ձևով նայենք, փաստորեն մենք հանգում ենք այսպես կոչված հետգաղութային այդ ուրեմն մտայնությանը, որ այ մենք գաղութ ենք եղել, մեզ ճնշել են, մենք ես են արել, հիմա մենք այլևս ուրեմն դադարում ենք գաղութ լինելուց։ Բայց նման հարցադրումներ անելու ժամանակ միշտ պետք է մտածել, թե մենք ինչն ենք պատկերացնում այդ ոչ գաղութային վիճակում։ Այսինքն գաղութային վիճակը մենք մերժեցինք։ Հիմա իսկ ոչ գաղութային վիճակը ո՞րն է։ Չէ, որովհետև այ մեզ պարտադրել են հայրենասիրություն։ Նախ եւ առաջ իհարկե դա այդպես չէ։ Դա պարզապես կեղծիք է։ Այդպես չէ, որովհետև այդ ավանդական հայրենասիրության մոդելը մեզ չի պարտադրվել խորհրդային միության կողմից։ Այլ բան է, եւ դա իսկապես այդպես է, որ այդ ավանդական հայրենասիրությունը երկար տարիներ արգելված է եղել։ Որովհետև երբ որ բոլշևիկները առաջի տարիներին եկան, իրենք բնականաբար կողմնակից էին ինտերնացիոնալիզմի, իրենք սկզբունքորեն ամեն մի հետաքրքրություն ազգայինի նկատմամբ հայտարարում էին նացիոնալիզմ եւ շատ բաներ արգելված էր։ Դրանից հետո արգելքը հանվում է։ Արգելքը հանվում է բազմաթիվ պատճառներով, ոչ թե կայսրության չարամտությունից ելնելով, այլ օրինակ ասենք սկսում է երկրորդ համաշխարհային պատերազմը եւ հրահանգ է իջեցվում, որ պետք է հայրենասիրական բաներ խոսել, որպեսզի մարդիկ ողջավորված գնան հայրենիքը պաշտպանելու եւ դրա այդ շրջանակներում նորից թույլատրվում է ռաֆին, գրվում է վարդանանքը եւ ընդհանրապես այդ հայրենասիրությունը սկսում է նորից դառնալ թույլատրելի։ Մեր ամերիկյան համալսարանի դասախոսներից մեկը չափազանց հետաքրքիր մի գիրք ունի գրած Խրուշչովի մասին։ Թե ինչպես է Խրուշչովը մի կողմից եղել Ստալինի բնականաբար կամակատարը, բայց մյուս կողմից էլ եղել է ռեֆորմատոր։ Եվ նա բերել էր մի ձայնագրություն, թե ինչպես Խրուշչովը գալիս է Հայաստան, դեռևս նոր, ուրեմն Ստալինի մահը կա, բայց 56 թվի այդ համագումարը դեռ չկա, եւ նա ինչպես է իր ելույթը ամենազգույշ տերմիններով նա նաև ցույց էր տալիս այդ ինչպես է ուղումներ կատարել իր տեքստի վրա, որ հանկարծ սխալ բան չասի։ 20-րդ համագումարը ելույթը։ Միջև 20-րդ համագումարը Հայաստանում։ Հայաստանում ունեցած ելույթում, եւ ուրեմն այստեղ նա, այդ ելույթի մեջ մեկ էլ հանկարծ սկսում է դատապարտել, ինչպես կարելի է Ռաֆայել Պատկանյանին մերժել, ինչպես կարելի է Ռաֆին մերժել, ինչպես կարելի իհարկե Չարենցը սխալներ որոշակի արել է, բայց մեծ բանաստեղծ Չարենցին, որ այսպես ինչպես կարելի Չարենցի անունը տալիս է Միկոյանը իր այդ ջարդված ռուսերենով Երևանում, եւ դրանից հետո գնում է 40 վայրկյան ծափահարություն։ Մարդիկ սպասել են տարիներով, որ այդ անունը պաշտոնապես հնչի եւ հնչում է։ Ուրեմն Չարենցը հետ է եկել։ Շատ հուզիչ է լսել այդ անընդհատ ծափահարությունները։ Ընդ որում ծափահարողները կոմունիստներն են, որտեղ դա կուսակցական հավաք էր։ Այսինքն այո, այդ բաները հետ են եկել։ Հիմա կարելի է արդյոք ասել, որ խորհրդային միությունը որևէ շահ չի ունեցել որոշ դեպքերում այդ հայրենասիրական պաթոսը շեշտադրելու համար։ Իհարկե չէ, ժամանակ առ ժամանակ շահ ունեցել է։ Հասկանալի է, եթե դուք ունեք, այսպես ասած, հակա-թուրքական որոշակի սենտիմենտներ, ապա հասկանալի է, որ կարելի է դա օգտագործել, ենթադրենք Թուրքիայի հետ հարաբերություններում նրանց վրա ճնշելու համար։ Հասկանալի է, որ նաև կարելի է քարոզել, որ այդ տեսեք, եթե սովետական միությունը չլիներ, դուք կկործանվեիք եւ այլն։ Այդ բաները կան, բայց դա չի նշանակում, որ դա իրենք են հնարել։ Իսկ ո՞վ է հնարել։ Երբ է առաջացել այդ ավանդական հայրենասիրությունը։ Դե տես, էլի շատ երկար process է։ Ես այստեղ մի դեպք պատմեմ, ուրեմն Գևորգ Բարդակչյանը, չգիտեմ ճանաչում եք թե չէ, մեր շատ նշանավոր հայագետներից է։ Մի օր այստեղ էր եւ խոսքի մեջ ես իրեն ասեցի, Գևորգ, գիտես ասի Հրանտն ինչ է ասում հայերին Լեոնը հնարել։
Իսկապես ուրեմն Հրանտ Մաթեոսյանի մոտ կա այդ թեման, իր Նեսրոպը վիպակում, երբ որ հերոսն ասում է, դե հայերին Լեոն է հնարել, որովհետև նստել գրել է, եւ հայերն էլ ուրեմն այդ բանը յուրացրել են որպես որոշակի պատմություն, եւ Գևորգը շատ ծրամիտ պատասխանեց, ասեց. «Իրավ կսես, իզես կարծում է հայերին Ռաֆին է հնարել»։ Այսինքն տեսեք, Ռաֆին է եղել, Գամար Քատիպան է եղել է այդ ամբողջ ազգային շարժումը, եղել է Դաշնակցությունը, Արծրունի, Նալբանդյանը, ամբողջ մի ահռելի գիծ է։ Էլ չեմ խոսում նրա մասին, որ ասենք Վարդան Մամիկոնյանի պատմությունը, չէ, լավ, ժամանակին գրել է բանը, Եղիշեն կամ Փարպեցին գրել են, բայց այդ պատմությունը կմեռներ, կգնար, գուցե ոչ ոք էլ չհիշեր, եթե նոր ժամանակներում արդեն երբ որ սկսում է այդ քո ասած արդիականացման process-ը, նորից դրան չանդրադառնային։ Եվ առաջին անդրադարձողներից մեկը եղել են Մխիթարյանները, Բլբուլ Նավարայրիով է գրել, չէ, ուրեմն ասենք թե մանի Քաչ Վարդանի մասին այդ ամբողջ խոսակցությունները, չէ, պատմեցեք Վարդանի մահը, թե ինչպես կորավ հայազգիկա, թե ինչ վեհսիրով սիրում էր Վարդան, հայրենի հողը երկիր Հայաստան։ Բոլշևիկները չեն հնարել, չէ՞ դա։ Այսինքն այդ գիծը մշտապես եղել է։ Հետևաբար ասել թե գիտեք կայսրությունը եկավ խափեց մեզ եւ մեզ պարտադրեց հայրենասիրություն, որ մենք չգիտեմ ինչ չանենք, դա բացարձակ անբնական։ Որպեսզի թոք չլինի մեր վզին։ Թոք չլինի մեր վզին, որ Արցախի ցեղասպանության թոք չլինի մեր վզին, որ ուր գնանք։ Պետք է ասվի, ուր գնանք։ Անկախ Հայաստանի ճանապարհով։ Տեսեք, դու գիտես, արամ բավական երկար աշխատել ես առաջին նախագահի մոտ, ինքը մի անգամ շատ հետաքրքիր կարևոր բան ասեց ըստիս, ասեց անկախությունը մեզ պետք է ազատության համար։ Անկախությունը ինքնին այսպիսի մի վերջնական եւ բացարձակ արժեք չէ։ Անկախությունը պետք է ազատ լինելու համար։ Իսկ եթե այդ ազատ իսկ ազատությունը, իսկ ինչպես է էլի հայրդ որպես փիլիսոփա քեզ պիտի հուշած լիներ, Սպինոզան ազատության մասին մի շատ հետաքրքիր ձևակերպում ունի, նա ասում է ազատ եմ ես անվանում այն իրը, որը կարող է գործել իր բնույթին համաձայն։ Հիմա եթե ես իմ բնույթին համաձայն չեմ կարող գործել, ուրեմն ես ազատ չեմ։ Իսկ եթե ես ազատ չեմ, ապա այդ անկախությունն ինչ դեր է կատարում, ես չգիտեմ։ Իսկ մեր բնույթը ո՞րն է։ Այ մեր բնույթը արդեն գալիս է ուրեմն ինքնության այդ խնդրին, եւ դա շատ երկար պատմություն է։ Բայց եթե շատ կարճ ասեմ այդ երկար պատմությունը, ես կարծում եմ, որ ազգային ինքնությունը ձևավորվում է անցած ճանապարհի ժամանակ։ Այլ բան է, որ դուք ասես թե այդ ազգային ճանապարհի անցած ճանապարհի ժամանակ ինչ ասես, մեզ հետ պատահում է եւ մենք ինչպես ասես փոխվում ենք, հիմա ասինքն որն է դրա համար ընդունելին, եւ այստեղ մի ուրիշ կարևոր պատասխան կա, որ այո, ինչ ասես տեղի ունենում, բայց երկրորդ կետը կա բացի անցած ճանապարհի, դա հանձնառությունն է, որովհետեւ ինչ որ բաներ կան, որոնք դու հանձն ես առնում։ Ասում ես ես սա եմ, ես ձգտելու եմ այսպեսին լինել եւ ես պահանջում եմ ուրիշներից, որպեսզի ինձ ընկալեն որպես այդպեսի։ Իսկ դա շատ բարդ խնդիր է, բայց դա նորից պետք է հենված լինի անցած ճանապարհի իմաստավորման եւ վերաիմաստավորման վրա։ Այսինքն ցանկացած ազգ, ցանկացած պետություն դա պետք է ասի, այն ինչ որ ասում է։ Ասում է որպես կանոն։ Որպես կանոն ասում է։ Ասում է իր փաստաթղթերում, ասում է իր քաղաքականության մեջ, ասում է իր սահմանադրական դրույթներում, այսինքն այնպես չի որ չի ասում։ Ի վերջո ասում են եւ տեսեք օրինակ ասենք ես այդ օրինակը հաճախ եմ վերում ուսանողներին ասում եմ հիմա այնպես չի որ ֆրանսիացիները չունեն ենթադրենք թե հերոսներ որոնցով կարող են հպարտանալ Ժաննա Դարկից սկսած եւ Դեգոլով վերջացրած բայց եթե իրենց հարցնես թե ամենակարևոր բանը որ իրենք արել են որն է իրենք կասեն մարդու իրավունքների դեկլարացիան որովհետեւ իրենք դա ստեղծել են իրենք ասել են ապրելու ձևը սա է Դեր ոնց ասեն խեղճերը որ հասկանանք։ Իսկ լավ ապրելը նպատակ է։ Շատ հետաքրքիր ասոցիացիա առաջացավ ինձ մոտ։ Կարող եմ իհարկե պարզ պատասխանել, բայց քանի որ ես վերջի օրերը ակտիվորեն զբաղվում եմ Այքո թերթում հրատարակվող Արմեն Շեկոյանի այդ անվերջանալի հայկական ժամանակով, այդ հայկական ժամանակի 4-րդ հատորում Արմեն Շեկոյան այսպեսի մի շատ հետաքրքիր բան է ասում է սիրելու համար պետք չի լավ ապրել, պետք է պարզապես ապրել։ Սիրում են ոչ թե լավ ապրողները, այլ սիրում են ապրողները։ Լավ ապրելը չափանիշ չի, որովհետև հասկանալի չի թե ինչ եք հասկանում լավ ապրելու տակ, իսկ եթե դուք հասկանում եք պարզապես ուտել խմելը, ապա իհարկե ոչ։ Իսկ
Ռասաստրեկությունը մենք մի կողմ գցենք եւ գնանք դեպի Եվրոպա, դա նպատակ է։ Դա բացարձակապես նպատակ չէ մի քանի պատճառներով։ Առաջինը մենք չենք կարող ցանկացած մեկին, որը կասկած է հայտնում այսօրվա գործողությունների նկատմամբ հայտարարել ռսաստրուկ։ Դա բացարձակ հասկանալի չէ։ Ռուսաստանը չափազանց մեծ եւ չափազանց այսպես ահռելի մի երկիր է իր մշակույթով, տարբեր քաղաքական ուղղությունները, որպես մենք դնենք մի մանիտակ, լեյբլի տակ, մի փոքրիկ այսպես պիտակի տակ եւ ասենք Ռուսաստանը սա է։ Երկրորդը, որ ավելի կարեւոր է ըստիս, դա այն է, որ մենք ոնց որ թե ոչ մի դեպի Եվրոպա չենք էլ գնում։ Դες ես այն մարդն եմ, որը ոչ միայն տասնամյակներ շարունակ գործել է եվրոպական ինտեգրման ուղղությամբ, արև ժամանակին մենք հրատարակել ենք մեր կենտրոնի երկրորդ տարեգիրքը, որ այդպես էլ կոչվում էր Հայաստանը Եվրոպայի ճանապարհին։ Իմիջիալոց այնտեղ էլ շատ հետաքրքիր բան էր, որովհետև մենք երբ որ վերնագիրը որոշում էինք, դե պիտի լիներ իբր եվրոպական ինտեգրացիան, բայց ես ասի չէ, ես գնելու եմ վերնագիրը Հայաստանը Եվրոպայի ճանապարհին, որովհետև եթե դու ճանապարհին ես, դա դեռ չի նշանակում, որ պետք է հասնես։ Այսինքն դեռ այն ժամանակ ես կասկած ունեի, թե արդյոք մենք իսկապես դեպի Եվրոպա ենք գնում։ Իսկ այսօր այդ ուրեմն խոսակցությունները Եվրոպա գնալու վերաբերյալ ես համարում եմ բացարձական բովանդակ, որովհետև այդ մասին խոսողները ոչ էլ առանձնապես պատկերացնում են, թե ինչ բան է Եվրոպան, մանավանդ ինչ բան է այսօրվա Եվրոպան, եւ բացարձակապես չունեն որևէ պատկերացում այն մասին, թե ինչ է նշանակում այսօր Եվրոպա գնալը։ Իսկ ինչ է Եվրոպան եւ այսօրվա Եվրոպան։ Էլի բարձավոր պիտի մի քանի դասախոսություն կարդաս, բայց 3 րոպեում 4 Եթե ինձ հարցնեին տարիներ առաջ ինչ է Եվրոպան, ես կբերեի, շատ սիրում եմ բերել այդ մեջբերումը, Նիցշեի այն խոսքը, որ Եվրոպան նախ եւ առաջ այսպես ինքնահաղթահարման ճիգն է։ Այսինքն այն հետևողական ինքնահաղթահարման ճիգը։ Նիցշեն մի շատ գեղեցիկ բան է ասում է նույնիսկ ասում է մեր ուրեմն այդ գիտական բարեխղճությունը ասում է կրոնական ծագում ունի, որովհետև երբ որ դու ուրեմն խոսում ես Աստծո մասին, Աստված ասել է, չէ, դու պետք է բացարձակ անկեղծ լինես ինքդ քեզ քո նկատմամբ։ Եվ երբ որ ես պեղում եմ, թե ինչ եմ ես մտածում Աստծո մասին, մեկ էլ հանկարծ գալիս եմ այն եզրակացության, թե կներես, եթե ես պետք է բացարձակ անկեղծ լինեմ, ուրեմն դու չկաս։ Այսինքն կարելի է այդպիսի ինքնաժխտման գալ։ Եվ Նիցշեն այսպիսի մի բան է ասում, որ փաստորեն ասում է, ուրեմն մենք այնքանով ենք Եվրոպայի լավ ժառանգորդները, որ մենք մեր մեջ կրում ենք այդ ինքնահաղթահարման կարողությունը։ Սա իդեալական Եվրոպան է, բայց ինչ վերաբերում է այսօրվա Եվրոպային, ցավոք սրտի, այսօրվա Եվրոպան ոչ միայն ունի ահռելի քանակությամբ ներքին խնդիրներ, որոնց մասին իմաստ չունի, մենք հիմա խոսենք, այլև ինքն էլ ուրեմն մխրճվել է այդ ռուս-արևմտյան հակամարտության մեջ եւ ցավոք բոլոր հարցադրումները, որոնք արվում են, բոլոր երևույթները, որոնք տեղի են ունենում, դիտարկում է ահա այդ հակամարտության տեսակետից։ Եվ իհարկե դա վերում է մի սխեմատիզմի, որը ողջևորել չի կարող։ Արդիականացման վերջին նպատակը, որը որպես իշխանության ներկայացուցիչ ես ներկայացնում եմ ուրեմն քեզ, դա հետեւյալն է։ Մենք ուզում ենք արդիականացնել եկեղեցին, այնտեղից վռնդելով բոլոր անբարոյական անպարկեշտ մարդկանց եւ այնտեղ թողնելով միայն պարկեշտ մարդկանց։ Դե հա, դա լուրջ հարց է, որովհետեւ բոլորիս համար հասկանալի է, որ խոսքը բարոյականության կամ անբարոյականության մասին չի։ Նախ եւ առաջ ես չգիտեմ, թե ովքեր են այն մարդիկ, որոնք ունեն չափանիշ եւ իրավունք չափելու, թե ով է բարոյական կամ ով է անբարոյական։ Եվ ընդհանրապես բարոյականության խնդիրը չի այստեղ դրված։ Այստեղ դրված է մի շատ յուրահատուկ հարց, այն է, թե արդյոք հայ առաքելական եկեղեցու կառույցը ինքնին պետք է գոյություն ունենա այս ձևով, թե չէ։ Որովհետև տես, հայ առաքելական եկեղեցու կառույցը, այսպես կոչված, նվիրապետական կառույց է։ Դա նվիրատական բառը նշանակում է հիերարխիկ, այսինքն նա հիերարխիա ունի եւ պետք է խստիվ այդ հիերարխիան պահպանի։ Այսինքն չի կարող որևէ մեկը, լինի հոգեվորական կամ ոչ հոգեվորական, դրսից որոշումներ ընդունի եկեղեցու վերաբերյալ։ Եւ իհարկե, եթե դուք հարցեր եք դնում եկեղեցու մասին, ոչ ոք չի ասել, որ եկեղեցին խնդիրներ չունի, բայց այնպեսի հարցեր եք դնում, որ փաստորեն վարդապետից սկսած մինչեւ կաթողիկոս որևէ մեկը տեղից չի շարժվում, ապա ասել, թե դուք պայքարում եք ոչ թե եկեղեցու դեմ, այլ հոգևորականների դեմ, բնականաբար դուք չեք կարող, որովհետև չկա կառույցը առանց այդ կառույցի մեջ գործող մարդկանց։ Հետևաբար
դուք խնդիր եք դնում կառույցը վերափոխելու մասին։ Ուրեմն ես էլ ինքս վերադարձնելով քեզ քո հարցը որպես կառավարության ներկայացուցիչ, պիտի ձեզ հարցնեմ, թե իսկ ինչ կառույց եք դուք ուզում տեսնել այսօրվա կառույցի տեղը, որտեղ այստեղ մի քանի տարբերակներ կան։ Մի տարբերակը այն է, օրինակ, որ ես ստեղծում եմ ալտերնատիվ եկեղեցի։ Բոլորովին լավ բան չի, բայց մեկ էլ տեսած արեցինք։ Կամ ես ստեղծում եմ մի եկեղեցի, որը այլևս ոչ թե ամենայն հայոց է, այլ ասենք կոչված է սպասարկելու միայն այս 29000 կիլոմետրի քաղաքացիներին, այդ դեպքում մնացած բոլոր սփյուռքի թեմերը անցնում են ենթադրենք Անտիլիասին։ Այսինքն ամեն դեպքում այդ հարցը պետք է տրվի։ Ինչ տեսլական եք դուք հետապնդում։ Թե չէ այդ բոլոր խոսակցությունները, գիտես, բարոյականության եւ անբարոյականության մասին մեր ռասաստրիկ բարեկամները կասեին, դա ռազգավոր սպորտը։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Սիրելի բարեկամներ, Ջրբաժան մեր նախագծի շրջանակներում մենք զրուցում ենք փիլիսոփայական գիտությունների դոկտոր Աշոտ Ոսկանյանի հետ։